իհարկե ցնցումներ, կտրուկ փոփոխություններ Պարսկաստանում մեր վրա շատ բացասական կազդի, դրական կազդի այն կողմից, որ եթե մասնատվելու է, ստեղծվելու է այդ Քուրդիստան կոչված, բայց իրականում քողարկված Իսրայելը, այսինքն Իսրայելը արդեն Սիրիա, Իրաք մոտիկացել է այս կետին, այդ քողարկված Իսրայելը կստեղծվի եւ Թուրքիան կմասնատվի։ Հիմա Թուրքիան իհարկե տագնապի մեջ է ու առաջին անգամ Թուրքիան անկեղծ է, որ ասում է փորձում է բանակցի, որպեսզի Պարսկաստանի վրա չհարձակվեն, որովհետեւ իրականում այդ քրդական, այդ ամբողջ ժողովուրդը փախստականների կերպով ընդեղել է գնալու եւ այդ սահմանը, որ հիմա բաց է, նրանք շատ լուրջ խնդիրներ են ունենալու, ասում եմ, երևի Թուրքիան առաջի անգամ իր պատմության մեջ անկեղծ է, որ Ամերիկային համոզում է, որ Պարսկաստանին չհարվածեն, չնայած այն պայմանագիրը, որ նրանք ունեին Պարսկաստան, Թուրքիա, Սիրիա քրդերի դեմ, առաջինը Թուրքիան խախտեց Սիրիայում եւ հիմա նոր պայմանագիր կնքեցին Թուրքիա եւ Պարսկաստան հենց քրդերի տերորիստների դեմ, բայց Պարսկաստանն էլ այնքան խելոք է, որ այդ սահմանը արդեն տվել է քուրդական այդ կազմավորմանը, որպեսզի այդ սահմանը նրանք հսկեն։ Այդ չգիտեմ հայերեն այդ տառերը ոնց է, այսինքն ինչ են մեզ ներկայացնում, հասկանում եք, գնանք Մադուրոյի դեպքը, մենք բազմաթիվ անցումներ ունեցել ենք Կենիայի հարևան երկրները մարդկանց վերցրել ենք, այդ մարդիկ կներեք կեղտոտում էին վախից իրանց տակը, մենք տեսնում ենք Մադուրոն մի անգամ Nike-ը հակել, այդ Nike-ից ես էլ ունեմ ու այդ Nike-ի գինը մի անգամից 200 քանի դոլարից դառավ $800, կես ժամ հետո տեսնում ենք մի հատ ուրիշ շորով է, իջնում է Ամերիկայում մի հատ ուրիշ շորով է, այսինքն բեմականացում է, թե կարծիքները փախցնելը։ Ինձ թվում է Մադուրոն գործարքի էր գնացել եւ այդ ճամպրուկով փողը տվել էին, ուղղակի չի լինում այտենց գերի, էլի, ասենք Victoria's Secret-ի մոդելները, որ վրեքը բան չկա, ձեւ շուտ շոր չեն փոխում, ոնց որ Մադուրոն էր փոխում։ Հետո էլ սև շորով մի հատ էլ գլխարկով եկավ բոլորին բարևելով, այդ մարդուն ժամանակ էին տվել, այդքան չիմադանա իր հավաքեր, թե այսինքն ինչ է մեզ ներկայացում, մենք չգիտենք, նույնն էլ ստեղ է։ Մի մոռացեք, ով բերեց Խոմենիին, ով ասեց, եթե ինքնաթիռը խփես, մենք ձեզ կոչնչացնենք։ Հիմա այն Շահնե ընդեից ասում է, բաց այդ տեքստով ասում է, ինձ օգնեք դիկտատոր դառնամ։ Ու ինքը այդքան վտանգավոր մարդ չի, ինչքան կինը, Յասմինը, շատ վտանգավոր տիկին է, որը որ չգիտենք Հայաստանի համար ինչ հետևանքներ կունենա, ու կառավարվում է երևի Յասմինի կողքով, նրանք էլ իրենց հեղինակությունը կորցրել են, որ իրենց աղջիկը ամուսնացավ հրեայի հետ, այսինքն Պարսկաստանում այդքան մեծ հեղինակություն չունեն։ Նայում ենք միջազգային լրատվականները, երբ որ Պարսկաստանում կոտորած է գրում են անմարդկային ինտերնետային անջատումներ։ Այսինքն մարդիկ ընդեր մեռել են, չգիտենք, միտեղ ասում են 20,000, 30,000, 60,000, այս մարդիկ Starlink-ի մասին են խոսում, ասում են Պարսկաստանում անմարդկային ինտերնետային անջատումներ է։ 10,000 Starlink էին մտցրել, ձերբակալվել են, այդ ագենտները ոնց են մտցրել, այս մարդկանց հետաքրքրում, այսինքն ինչ են մեզ ներկայացնում, մենք տեղեկատվական պատերազմ։ Այդ գերպետությունների դիմաց Տրամպը էսկալացիա ստեղծելով հարցեր է լուծում։ Բոլոր գերպետություններն են այդպես։ Ռուսաստանը պամիդորն է փագում, կոնյակն է փագում, հարց է լուծում։ Տրամպը էսկալացիան սրացնելով հարցեր լուծում է։ Բայց ինչ վերաբերում է Պարսկաստանի գրավմանը, այդքան զորք չեն կարող բերել։